Դանակահարվելուց հետո հոսպիտալացված 3 պահեստազորայինների առողջական վիճակի մասին տեղեկություն չի հաջողվում ճշտել Պաշտպանության նախարարությունից։ 5 շաբթի էր հայտնի դարձել աղմկահարույց այդ միջադեպի մասին։ Այդ օրը Վարդենիսի զորամասում անհայտ պատճառով վիճել էին վարժական հավաքների մասնակիցները։ 3 պահեստազորային դանակահարվելուց հետո հոսպիտալ էին տեղափոխվել։ Պաշտպանության նախարարության խոսնակը դեպքից հետո հայտնել էր, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Արյունալի միջադեպից 24 ժամ չանցած Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությունն էր արել։ Մեր զինվորների ծնողները գիշերը հանգիստ քնում են։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում որևէ քաղաքացի անցած կորուստները հաշվի առնելով եւ ապագա մարտահրավերները գիտակցելով հանգիստ քնում։ Իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը բանակում ամենաթողության հետևանքի անվանում տեղի ունեցածը։ Միանշանակ այս ամենը առաջերտին ամենաթողության դրսևորում է, երկրորդը այս ամենը նման տիպ դեպքերը պայմանավորված են նրանով, որ բանակում նմանատիպ բարքեր են տիրում։ Իրավապաշտպանը նկատում է չի հաջողվում բանակից վերացնել քրեական, այսպես կոչված ռոմանտիկան։ Արժեհամակարգային շփոթ է, ցավոք սրտի երիտասարդության մոտ հեղինակությունների պակաս է երևում, միևնույն ժամանակ քրեական ռոմանտիկայի տարեր կա, որը նաև ներթափանցում է բանակ։ Հարությունյանը հիշեցնում է 2025-ին բանակում արյունահեղությունների ցավոտ վիճակագրությունը։ Սարսափելի թիվ է, հասկանում եք, 34 ընտանիք ողբերգացավ եւ այս դեպքերը գնալով շատանում են ցավոք սրտի, որովհետեւ ոչ թե հսկողությունն է ուժեղացվում, ոչ թե բուն պատճառներն են փորձում հասկանալ եւ կանխարգելիչ քայլեր անել, այլ իմիտացիոն բնույթի յուրաքանչյուր դեպքից հետո մեղավորներ են գտնվում, պատասխանատվության ենթարկվում իմիտացիա անելու համար։ 3 պահեստազորայինների դանակահարությունից հետո մեկ ձերբակալվածի մասին է հայտնել Հայաստանի քննչական կոմիտեն։ Նրան 2 մեղադրանք է առաջադրվել ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով։ Կան զորամասեր, որոնց մասին այդպիսի վատ համբավ է հնչում եւ այդ վիճակագրությունը, եթե մենք նայենք անցած տարիների, մենք կտեսնենք, որ այդ դեպքերը հիմնականում մի քանի զորամասերում են լինում։ Բանակում արյունահեղություններից խուսափելու տարբեր մեթոդներ կան, վստահեցնում է իրավապաշտպանը, միայն թե իրավապահները վերջին տարիներին այլ գործերով են զբաղված։ Չի գործում իրավունքը, չի գործում օրենքը, իրավապահ համակարգը լցված է ընդամենը քաղաքական շահը սպասարկելով ընդդիմադիրներին հետապնդելով, հոգևորականներին հետապնդելով եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձինակետից բեկետ տեղափոխելով։ Բանակում տարբեր միջադեպեր, վեճեր ժամանակին կարողացել են կանխել գնդերեցները, հիշեցնում է Հարությունյանը։ Փետրվարի 1-ից Սուրեն Պապիկյանը հրամայել է դադարեցնել նրանց ծառայությունը բանակում։ Մայրաթոռը ապօրինի է անվանում այդ հրամանը։ Շատ դեպքերում կարիք ունի ծնողի մեծի խորհրդի եւ տվյալ դեպքում գնդերեցները այդ ինստիտուտն էին կատարում եւ ցավալի է, որ մեծ հարված էր դա բանակին։ Վարժական հավաքների մասնակիցներին վերաբերող բազմաթիվ հնչեղ միջադեպեր են եղել հայկական բանակում վերջին տարիներին։ Անցած տարի օգոստոսին այս տեսանյութներ տարածվել, որում երևում է ինչպես է օտարերկրացի բլոգերը մոտոցիկլով հայկական դիրքերից մեկը հասնում, այնտեղ էլ վարժական հավաքների մասնակիցներից մեկը բլոգերին առաջարկում է մի բաժակ բան խմել։ Տուրիստ։ Պաշտպանության նախարարությունը այդ դեպքից հետո հայտնել էր, թե ծառայողական քննություն է սկսել դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նման տիպ այլ դեպքեր, որը մենք ականատես ենք լինում կամ տեղեկանում ենք, դա հերթական դրսևորումն է նրա, որ իրավապահ համակարգը թուլացած է այդ հարցերում։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Հայլուր։